Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր տեսակետը եւ այսպես Նիկոլ Փաշինյանի մոտ այլևս անկանոն վիճակը առերևույթ է, մենք տեսանք ազգային ժողովում ինչպես էր ստորնաշության ասում ջրիկացել, բայց սա ասում են ուղիղ համեմատական է այն իրողության, ինչին ինքը առերեսվում է, այն է, որ իրապես հասկանում է իր վախերը արդեն ջրի երեսը դուրս եկել, հասկանում է իր ռեյտինգի խայտարակ վիճակը եւ մնացել է այս ամենի հույսին ու մենք տեսնում ենք, հա, այլևս հետապնդումները միայն Սամվել Կարապետյանի թիմից 2 օր է ուղղակի 15 եւ ավել մարդկանց են վերման ենթարկվում, այս ամենը ինչի դրսեւորում է, համեցեք։ Այս ամեն ինչը դրսևորում է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բոլոր անհնար եւ հնարավոր միջոցներով գնալ իշխանությունը պահելուն հունիսի 7-ին տեղի ունենալիք ազգային ժողովի ընտրություններին եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի խայտարակ լինելը արդեն պարզ էր 26 թվականի հունվար-մարտ ամիսներից իրոք անհանգստացած էր, հիմա էլ կարծում եմ անհանգստացած է եւ նա սկսեց աշխատել իր ռեյտինգի վրա այն մեթոդներով, ինչ մեթոդներով կարող է, ընդունակ է եւ համարում է, որ դրանով ինքը մոբիլիզացնում է իր ընտրազանգվածի, մոբիլիզացնում է նաեւ փորձում է մոբիլիզացնել նաեւ այն չեզոքներին, ովքեր մի փոքր իր կողմ թեքված են կամ թեքված չեն, մի խոսքով եւ այն մասը Եվ այն ինչ դուք ասում եք, չգիտեմ, ուրախ ավտոբուս, չգիտեմ, ազգային ժողովում ինչ որ չգիտեմ, ոչ ստանդարտ վիճակներ, հա, ինչպես բնութագրենք, մի քիչ ինձ համար դժվար է վարչապետի նման վարքագիծը բնութագրելը, բայց ամեն դեպքում այդ սրտիկները հեռախոսով նկարելը, չգիտեմ, տորթերը, պաղպաղակը, պերաշկին, կուկուրուզը եւ այլն Դա հստակ տեխնոլոգիաներ են, որոնք նա օգտագործում է բացառապես իր ընտրազանգվածի համար, դա ուղղված չէ ինձ, քեզ, մյուսին, այսինքն մարդկանց, ովքեր ռացիոնալ հարթության մեջ վերաբերվում են իշխանության եւ պատրաստում են տրամաբանված եւ վերլուծված ընտրություն կատարելու, մարդիկ ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց դա քաղաքագիտական աքսիոմա է, նրանք շատ դեպքերում իրացիոնալ են եւ ընտրություն կատարում են ոչ թե վերլուծելով, քննարկելով, քննադատելով, ծանրութ հետևանելով, մարդիկ ընտրություն կատարում են էմոցիաներով եւ հավատով։ Մի բանը եթե շատ ես կրկնում, մարդիկ սկսում են դրան դա ընդունել որպես իրականություն, հավատալ դրան։ Ես այս տաղավարում նաև մի քանի անգամ օրինակ եմ բերել Գեբելսյան քարոզությունը, որը կլասիկա է, այսինքն մի բանը շատ կրկնում ես եւ դա մարդիկ սկսում են ընկալել որպես իրականություն։ Այլ հարց որ դա գոյություն չունի, բայց մարդկանց ուղեղի մեջ մտցնում է։ Դա խաղաղության մասին հայտարարություններն են, որը իրականում գոյություն չունի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հիմա PR-ում են իբր խաղաղությունով, իբր այն բանով, որ նրանք խաղաղություն են բերել, իբր դրանից հետո էլ խաղաղություն, կայունություն, ինքնիշխանություն լինի, բայց ես վստահեցնում եմ, կրկնեմ, որ նա բերելու է երաշխավորված պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը դրանք երաշխավորված պատերազմի մունետիկներն են։ Նրանք դրել են պատերազմի ականները Հայաստանի պետականության հիմքերում։ Եվ երբ իրենք ասում են, եթե մենք չեղանք կլինի իշխանություն, դա պատերազմ, այո, շնորհակալություն, կլինի պատերազմ, դա պարզագույն մանիպուլյացիա է, դա, տեսեք, տվել են մարդկանց համոզել են, որ կա խաղաղություն, որ իրականում չկա, բայց համոզել, դե ասենք հիմա պատկերացրեք, մի քիչ մանրամասն որ ավելի պարզ լինի, ենթադրենք Հայկաձոր գյուղի բնակիչը Շիրակի մարզի, նրան ասում են, որ կա խաղաղություն, կա խաղաղություն, կա խաղաղություն, ինքը սահմանից մի 200-300 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, անմիջապես այդ պրոբլեմները չի տեսնում, ինքը իրականությունը ընկալում է Հ1-ի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից եւ թիմի կողմից վարվող բավականին ագրեսիվ քարոզչության, ես կրկնում եմ, ագրեսիվ քարոզչություն է սկսել հունվարից հետո Նիկոլ Փաշինյանը ուղեղների լվացմանը միտված եւ կարողացել են լվանալ այդ ուղեղները, համոզել, որ իրականում գոյություն ունի խաղաղություն եւ իրենց վերարտադրության դեպքում այդ խաղաղությունը պահպանվում է։ Ես մի պարզ
իրողություն նշեմ, մի քիչ շեղվենք, մեր խաղաղությունը գիտեք ինչի է նման է Հայաստան-Ադրբեջան իբր սկսված ապրանքաշրջանառությանն ու առևտրին, երբ իրենք այնտեղից մեր վրա ծախում են, ասենք մի քանի միլիոն դոլարի բենզին եւ դրանով փող են աշխատում, հավանաբար այդ փողը ուղում են զենք ձեռք բերելու եւ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստվելու համար, իսկ Հայաստանից վերջերս հրապարակվեց մամուլում ապրանք են ծախել Ադրբեջանին $950, պատկերացրեք, այն էլ ինչքան ես տեղեկացա հոլանդական վարդեր։ Հիմա հասկանում եք Նիկոլ Փաշինյանի առաջարկած այդ խաղաղության մոդելը, այդ խաղաղության մոդելը հենց այդ հարաբերակցությունն է, այն հարաբերակցությունն է, երբ Ալիևը պահանջներ է դնում, Ալիևը ուզում է, Նիկոլ Փաշինյանը բավարարում է այդ պահանջները եւ դրա հաշվին ապահովում է ժամանակավոր հրադադար, որովհետեւ գալու է այն պահը, երբ այլևս Հայաստանը, հայ ժողովուրդը զիջելու ոչինչ չի ունենալու, բացի, ասենք Հայաստանի տարածքը լքելուց, այսինքն Ալիևը պահանջ է դնելու, որ լքեք այլևս Հայաստանը, սա ձեր հողը չի, սա արևմտյան ճակերտավոր Ադրբեջան է եւ Նիկոլ Փաշինյանը գալու է ասի, ես չեմ կարծում, որ նա կմնա իշխանության, բայց պատկերացնենք այդպիսի այլասերված իրավիճակ, երբ նա մնում է իշխանության, գալու է ասի ժողովուրդ ջան, եթե չեք ուզում կոտորվել, խնդրեմ Բագրատաշենի, Բավրայի, Գոգավանի մաքսակետերը բաց են, կարող 5 ժամ ունեք փախնելու համար։ Դա է ձեզ առաջարկելու վերջում։ Իսկ քանի դեռ կա ինչ-որ բան զիջելու, քանի հիմա ինչքան է մնացել 29000 քառակուսի կիլոմետր ենթադրենք, այդ 29000 քառակուսի կիլոմետրը դեռ կարող է երկար զիջել կամ Ալիևի համբերությունը կարող է հատի ու ասի, դե վերջ արդեն ամբողջը դուր, ասենք դու կարող ես մաքսիմումը հավակնել արևմտյան Ադրբեջանի քյոխվի կարգավիճակի։ Դա էլ կարող է լինել, շատ հավանական է, դատելով Ադրբեջանի ագրեսիվ տոնայնությունից, դատելով այն բանից, թե Ադրբեջանը ինչ մակարդակով է շարունակում սպառազինվել, դատելով այն հանգամանքից, թե ադրբեջանական բանակը ինչ ինտենսիվությամբ է զորավարժություններ իրականացնում, հարգելիներս, շատ լավ է, դեֆամինի բարձր չափաբաժին է ձեզ համար, երբ ձեզ ասում են խաղաղություն կլինի, դուք շորտիկով նստած պատշգամբում կոֆեկ խմեք, ասենք 1000 դրամով Կիպրոս թռնելու հնարավորություն կունենաք, բայց չեք թռնի եւ նմանատիպ այլ հիմարություններ, բայց երբ մի քիչ տեղափոխվեք ու սկսեք մի քիչ քննադատաբար վերաբերվել այն բանին, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, դուք այնտեղ կտեսնեք այնքան ազդակներ, այնքան կարմիր լույսեր, այսպես թարթող կարմիր լույսեր, որ դուք ուղակի այլևս չեք կարողանալու համակերպվել այս իրականության հետ, քանի որ այն ես ինչ նշեցի, դա միայն մի մասն է այն ի հավաստիացում այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը բերելու է երաշխավորված պատերազմի։ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ մենք մի տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, մենք պետք է հաշտ լինենք այն մտքի հետ, որ ի վերջո ապրելու ենք ադրբեջանցիների հետ։ Սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ Ալիևը ասում է, բազմաթիվ անգամներ է ասել, որ մի քանի 100,000 ադրբեջանցի պետք է գա եւ բնակվի Հայաստանի Հանրապետությունում եւ այս իշխանությունները ներքին կարգով հավանություն տվել են այդ գաղափարին, այսինքն դեմ չեն այդ իդեային, մնացել է դրա իմպլեմենտացիան, այսինքն կատարումը։ Եվ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ ասենք հունիսի 7-ին քաղաքացիների մեծամասնությունը սեղմի ինքնաոչնչացման կոճակը։ Դեմոգրաֆիկ զենքի օգտագործմամբ Ադրբեջանը կարող է հասնել անհավանական արդյունքների 5-ից 10 տարվա ընթացքում։ 100, 1000, 10,000, 100,000 ադրբեջանցի բնակեցումը Հայաստանում, ասենք Երևանի կենտրոնում, Մասիս քաղաքում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Լոռիում, դա ենթադրում է Ալիևի կողմից հնարավոր ագրեսիայի ռիսկի մի քանի անգամ բարձրացում։ Դուք չեք բացառում, չէ, որ ասենք եթե Լոռիում ինչ-որ տեղ հաստատվեցին ադրբեջանցիներ, իրենց դիվերսանտների, իրենց
սադրիչների միջոցով կարող է սադրանք կազմակերպեն, այրուն հեղություն այնտեղ տեղի ունենա եւ Ալիևը ասի, որ ես զորք եմ մտցնում Հայաստան պաշտպանելու իմ ազգակիցներին, Ադրբեջանի եւ Հայաստանի, ասենք, երկքաղաքացիներին։ Դա լեգիտիմ հնարավորություն է Ալիևի համար Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու համար։ Եվ հասկանում եք, չէ, եթե ներխուժեց Ալիևը այլևս այդտեղից դուրս գալու ոչ մտադրություն կունենա, ոչ էլ ցանկություն։ Դրա վառ ապացույցը, որ նա չունի նման ցանկություն, Սև լիճն է, ջերմուկի հատվածն է, երբ մտել են ադրբեջանցիները 22 թվականից հետո եւ չեն ուզում դուրս գալ։ Եթե խաղաղություն եք հաստատել, ապա ինչու է Ադրբեջանը օկուպացված պահում Հայաստանի Հանրապետության տարածքները։ Այն դեպքում, երբ դու Նիկոլ Փաշինյան Ադրբեջանին հանձնեցիր այն տարածքները, որոնք Ադրբեջանը համարում էր օկուպացված Հայաստանի կողմից օկուպացված, որը իրականության չի համապատասխանում, բայց Ալիևը այդպես էր համարում։ Դրա մեջ մտնում է Արցախը, դրա մեջ մտնում է Կապան Գորիս ճանապարհը եւ այլն եւ այլն։ Դու հանձնեցիր, չէ՞, ժողովրդին համոզելու համար, որ եթե մենք գնում ենք խաղաղության, ապա կնճռոտ հարցեր չպետք է ունենանք։ Հիմա ունես այդ կնճռոտ հարցերը, Ալիևը բռնազավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի զգալի հատված, բա խաղաղությունը չի ենթադրում, որ Ալիևը այդտեղից պետք է դուրս գա։ Թե ինչ որ ժամանակ հետո կարող եք ասել, որ դե հիմա ադրբեջանցիները այդտեղ արդեն ասենք մի հատ վրան են դրել, ոչխար են պահում, 5 հատ հովիվ կա, հետեւաբար դա ճիշտ կլինի համարենք Ադրբեջանի տարածք։ Թուրքիայում էր Ալեն Սիմոնյանը եւ այնտեղ տեսեք, մենք հիշում ենք Ալեն Սիմոնյանը ինչպես էր արտահայտում մեր ռազմագերիների մասին, իսկ հիմա ընտրություններից մեկ ամիս առաջ 19 մեր հայրենակիցները պետք է վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ։ Դա դեռ հարց է, համաձայն են, չեն համաձայնի, ինչ կլինի, բայց այս այլանդակ դրսևորումը ինչ է։ Դե իշխանությունը պահելու անհագուր ցանկություն։ Այդ մարդիկ պատրաստ են հանուն իշխանությունը պահելու, եթե ես ձեզ հավաստիացնում եմ։ Նախ Ալեն Սիմոնյանը լուրջ չի այդքան, որ իրեն այդպես մանրամասը քննարկենք, հա, իր մոտիվացիաները, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, իրենք սոցհարցումներ են անում շատ մանրակրկիտ, հասկանում են, թե որ թեման է ժողովրդին հուզում ու սկսում են այդպիսին դառնալ։ Իրենք սոցհարցում արել են, հասկացել են, որ իրենց Գեբելսյան քարոզությունը ազդել է այն բանի վրա, որ ժողովուրդը Արցախը չի համարում առաջնահերթ թեմա, փակել են Արցախի թեման։ Եթե իրենք հարցում անեն եւ հասկանան, որ իշխանությունը պահելու համար իրենք պետք է դառնան ֆիդայի եւ հանդես գան մուշն ու սասունը ազատագրելու կոչերով, ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը կդառնան ֆիդայի, այսինքն ֆիդայու կերպարի մեջ կմտնեն, այդ բաները կկապեն գլխուներին, մաուզերներով, այսպես բեղեր կթողնեն, եթե իրենք համոզված լինեն, որ դա կօգնի, կնպաստի իշխանությունը պահելու։ Այլ հարց, որ իշխանության գալուց հետո իրենք էլի մտնելու են Ալիևի եւ Էրդողանի շահերը սպասարկողի տրամաբանության մեջ։ Ինչպես 21 թվականին տեղի ունեցավ։ Մարդիկ ասեցին գալիս ենք, որ Արցախը մնա հայկական, գալիս ենք Հադրութն ու Շուշին դեօկուպացնելու, եկան իշխանության Արցախն էլ հանձնին, չգիտեմ, Շուշիի օկուպացիան ու բանը Հադրութի օկուպացիան ավելի խորացրեցին, հիմա նույն պատմությունն է։ Ես կարծում եմ, որ ինչ որ հարցումներ են արել, հասկացել են, որ մարդիկ այդքան էլ չեն հավատում իրենց խաղաղության այդ բանին, եւ դրա պատճառներից մեկը, օրինակ, ասենք, գերիների չվերադարձն է, ասում են, թե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ելույթներ են ունենում, ինչ որ բաներ են քննարկում, շատ հասարակ դա, ասենք, նախընտրական, քարոզչական տեխնոլոգիա է, եւ այդպիսիք իրենք շատ են դեռ օգտագործելու, ես կրկին ասում եմ, իրենք չափում են հանրության կարծիքը եւ խոսում են այնպիսի բաներ, որոնք հաճելի լինի հանրությանը, ասենք, լսելուն, ժողովրդին, հասկանում եք, ասենք, իրենց հայտարարությունները ինչի է դժվար վերլուծել, քննարկել, որովհետև դրանք որևէ հիմք չունեն եւ չի կարելի այդ հայտարարությունների հիման վրա լուրջ քաղաքագիտական վերլուծություն անել։
լուրջ քաղաքագիտական վերլուծություն կարելի է անել բացառապես Նիկոլ Փաշինյանի քայլերի հիման վրա։ Այսինքն ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը դա էական չէ շատ դեպքերում, բայց այդ կետնի վրա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, դա արդեն սկզբունքային խնդիր է։ Օրինակ, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները նպաստում են Ալիևի շահերի սպասարկմանը, դա ակնհայտ է։ Ասենք Միսկի խումբ է լուծարում, ասենք, չգիտեմ, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, այն նմանած շարքը կարող եմ շատ դա քայլեր են, չէ՞ կոնկրետ։ Դե այնտեղից Ալենը ասում է գերիներին հետ կվերադարձնենք, Արցախը կազատագրենք, չգիտեմ, Մուշն ու Սասունը կազատագրենք, դա ուղղակի ասենք օդ տատանել է։ Դա ժողովրդի ականջին հաջող հայտարարություններ անել է։ Այդքան բան, հետևաբար Ալեն Սիմոնյանը ես ասում եմ, ասենք, եթե իրենք հարցում անեն, զգան, որ ժողովրդի 90%-ը կողմ է, ասենք, ֆիդայական ջոկատների կազմավորմանը եւ ասենք Խանասորի արշավան կազմակերպելուն, իրենք ասենք բեղ կթողեն, ֆիդայի շորեր կհակնեն, Մաուզերը կկախեն կողքերից եւ կասեն մենք ֆիդայ ենք։ Միջև կան իշխանության, դրանից հետո կասեն տո Մուշն էլ է Թուրքիային, տո չգիտեմ Երևանն էլ, տո չգիտեմ Լորին էլ ու այդպես շարունակ։ Թալանի մասին, հա, խոսենք դուք բավականին ծավալուն այսպես ուսումնասիրել եք իրենց թալանը եւ ինչ է ասում, հա, այս պարտիվավճարները, այս ամեն ինչի հետ կապված խնդրեմ ձեր գնահատականը եւ այս թալանի նաեւ այսպես ասենք, հա, ամենաակնառու երևացող կողմերից մեկը ասֆալտը դուք գիտեք ասֆալտը, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, ու ասենք ջրի մեջ ասֆալտը լինենք փռում, խնդրեմ։ Տեսեք, շատ կարևոր թեմա է այս թալանը, որովհետև հիմա երբ իրենք ասում են այ ինչու ընդդիմադիր կուսակցությունները չեն դատապարտում ընտրակաշառքի ենթադրյալ, այդպես ասենք ճակերտավոր ընտրակաշառքի դեպքերը դատապարտեք եւ այլն, սարքել են ընտրակաշառքի դատապարտումը մինչ լակմուսի թուղթ, բայց հարգելիներս, ընտրակաշառքը դա կաշառքի տարատեսակներից է։ Մենք եթե դատապարտում ենք այդ երևույթը, պետք է դատապարտենք նախ կաշառք երևույթը։ Այ ես կցանկանայի, որ ԿՊԱ-ականները դատապարտեին կաշառքը եւ հրաժարվեին այդ արատավոր պրակտիկայից, որի մասին մամուլը կաշառքի կոռուպցիայի ռիսկերի մասին է խոսքը։ Մամուլը բազմաթիվ հրապարակումներ ունի այդ մասին։ Ես մեկ օրինակ բերեմ Երևան, չէ, Գյումրի Արմավիր ճանապարհը, որը անցնում է Թուրքիայի սահմանի երկայնքով, անցած տարի ասֆալտապատվել է, իբր հիմնանորոգվել է եւ դրա վրա ահագին գովազդվեցին, շատ գովազդվեցին եւ պարզվում է, որ ընդամենը 1 տարի չանցած ձյան եւ անձրևի հետևանքով այդ ասֆալտի վրա հայտնվել են մարտաբոյ փոսեր։ Հստակ երևում է, որ ասֆալտ է նորմալ արված, իբր արերևույթ նորմալ ասֆալտ է, բայց ծակեր, դա ինչ է նշանակում, որ կատարվել է արերևույթ որակի հաշվին այդ ասֆալտը։ Իսկ ինչ է նշանակում որակի հաշվին առնել, դա ենթադրում է, դա ռիսկ է այն մասին, որ այդտեղ տեղի ունեցել որակի նկատմամբ բարձի թողի վիճակ, ատկա։ Հենց համակի ազգային ժողովում ինչ ասում, 8 տարի մեզ շշի են շարել թեբա պարտիվավճար, բայց այդ ստանալու համար տանի գրանցվել։ Ուրեմն իրենց նախարարներին 8 միլիոնով, 7 միլիոնով, քանի միլիոնով պարտիվավճարներ տան, որը իր պահվածքը է, այս խոսքը։ Ես եւս մեկ անգամ կրկնեմ, որ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ կարողանում է քարոզչական տիրույթում ինքնադրսևորվել։ Այդ մարդը, ասենք, եթե անգամ մարդուտի հրապարակի կենտրոնում մեծ հաջողությամբ կարող է մեղքը բարդել, մեղն ու պատասխանատվությունը բարդել պատահական անցորդի վրա։ Այդ մարդը ունի այդ շնորհքը։ Պետություն կառավարելու շնորհք չունի, ազգի եւ պետության շահերի մասին մտածելու շնորհք չունի, բայց մանիպուլացնելու, խառնակցությամբ զբաղվելու, մեղքերը եւ պատասխանատվությունը սրա նրա վրա բարդելու այդ կատարյալ, ասենք, բան ունի, հնարավորություն ունի։